Սիրելի ուխտավորներ, Ռոմայի ամենեն հռչակավոր վայրերը մեկը գտնվինք։ Այս հրաբարակը գոչվի Piazza Navona։ Այս հրաբարակը հռչակավոր է նայեցեք ջաշերաններով դուրս տրված, գիշերները, որ այստեղ գուքակ սիրելիներ, գիտեք ինչ կլա։ Երգերով, ուրախությամբ, մարդիկ ջաշ կուտեն եւ մարդիկ երգեն, շատ սկանչելի է։ Այս հրաբարակը, որ գտեսնեք, օվալացիվ հրաբարակ է, մեծ, որովհետև այստեղ ինչ էր ժամանակին։ Այստեղ ժամանակին սիրելիներ, հաշտներ, այստեղ գուկային ռոմեացիները խաղեր դիտելու համար, ագոնես կսեն, խաղեր դիտելու համար։ Եվ այս մեկը, այս հրաբարակը շինվեցավ, գառուցվեցավ Քրիստոսի հետ 80 թվականին, այսին առաջին տարին է 1900 տարի եւ ավելի հրաբարակ է այս մեկը, այստեղ ռոմեացիներ գուկային խաղեր դիտելու համար, մրցումներ կատարելու համար, շատ հռչակավոր թաղ եղած է։ Վերջը սիրելիներ, երբ որ քրիստոնեացավ երկիրը, հեթանոսական շրջաներ չմոռնալ, բաբերը իրենք որ գայստ էին, ամեն մեկ բաբ իր ընտանիքին խորհրդանիշով սկսավ գառույցներ անել։ Դեսած եք ուրիշ տեղեր, որ օրինակ պատկերներու վրա 3 հատ մեղու այդ Բերնինի ընտանիքի խորհրդանիշն էր։ Իսկ այս բաբի խորհրդանիշը նայեցեք ինչ է։ Դեսակ ինչ է, ոչ, ուրեմն դեսեք աղավնի, դեսակ եւ գդուցի մեջը դերև ալի ուր է ուրեմն շելը, ուր է խեցին, որ քահանայաբեդին գլխարկը տրված է, ներքևի մասը, դեսեք աղավնի եւ արավել ցիտենի ջուղ։ Ադիկա իր ընտանիքի խորհրդանիշն է։ Իսկ այս արձանները ինչ կխորհրդանշեն սիրելիներ, կխորհրդանշեն 4 կեդերը, Նեղոս կեդը, Դանուբ կեդը եւ երկու ուրիշ կեդեր, իմամները միտքս չեն, բայց ինչու համար այս կեդերուն արձանները տրված են։ Ցույց տալու համար, որ այս բաբին ժամանակ, բաբին աստեցությունը, որ երկիրներու մեջ տարածված էր, որ ցամաքամասերուն վրա, որովհետեւ Նեղոս կեդը խորհրդանիշեր ամբողջ Աֆրիկեն, Դանուբ կեդը խորհրդանիշեր ամբողջ Եվրոպան, եւ մեկ հատ Ամերիկայի համար է, եւ մեկ հատ նալ սիրելներ ավելի հերու։ Անոր համար դեսեք այս կեդերու արձանները կեդերու խորհրդանիշներ են։ Արձանները ովքեր քանդակած են Բերնինին եւ Բոլոմեին անունով երկու քանդակած հռչակավոր, վերջը սիրելներ երկու ուրիշ բզդիկ աղցայ դախբյուրներ ալ քանդակած են Նեպտուրնի եւ Մոտոյի, որոնք սիրելիներ Սուգերուն հետ առասպելական դոլֆիներուն հետ բادرազմի մեջ են։ Իսկ դիմաց այս հրաշալի եկեղեցին, նայեցեք քահանայապետական թակը գտեսնեք վերը եւ նորեն ներքևը նույն խորհրդանիշը կա։ Ինչ խորհրդանիշ աղավնի ցիտենի ջուղը պերանը։ Դեսակ, որ նույն բաբի ժամանակն է որ սարքվեցավ։ Այս եկեղեցին նվիրված է որու Սերպուի Ագնեսին։ Սերպուի Ագնեսի մասին որ ցեզի բատմեցի, նորեն բատմեմ։ Սերպուի Ագնեսը իշխանական ընտանիքի զավակն էր, Բադանի։ 12-13 տարեկան երբ որ գտարնա, ասիկա 295 թվականներուն էր մոտավորապես, 290-ական թվականներուն, որովհետև 302 թվականին ինքը նահատակվեցավ։ Ուրեմն ինք սիրելիներ հավատացյալ էր, Աստուծո կհավատար, իսկ հայրը հեթանոս չէր հավատար։ Այդ ժամանակ հայրը ուզեց զինք ամուսնացնել հարուստ իշխանավորներու հետ, ինքն ալ հարուստ էր, այս իշխանավորներու հետ իր մեջ դարիքով շատ մեծ, ինքը մերժեց, հայրը որպեսի անպատվեր իր երեխան, իր զավակը, մերգացուց զինք, իր աղջիկը մերգացուց, որնիկներու թաղամասին մեջը, որպեսի խայդարակվեր, եւ մարդիկ սկսան ծաղրել զինք, նույնիսկ փորձեցին հրաբարակապ իր բաբային արտոնությամբ փրդապարել, Աստված գուրցուց իրենց, Աստված գուրցուց, ով որ գտբնար Սերպուի Ագնեսին, անմիջապես Աստվածային բադիժ գուկար։ Եվ գսի որ Սերպուի Ագնեսին մազերը երկարեցավ եւ ծածկեց իր մերգությունը, որպեսզի չծաղրեին զինք։ Այդ ժամանակ բռնեցին զինք ցիցի վրա անցուցին, որպեսզի այրեն, անցյալին գիտեք որ գայրեին նաեւ,
եւ որ ցիցի վրա դրին որ այրեն, բայց չայրեցավ տախտակը, ելան ամիջապես արին սուրմը եւ իր գոգորտի մեջ մցուցին եւ իր գոգորտեն արյուն դուրս դրավ եւ այդ արյունը հավատացյալ մարդիկ իրենց հակուստներ արին եւ հավաքեցին իր արյունը եւ գսվի որ հաջորդ օրը իր քերեզմանին վրա դեսնվեցավ իր քույրը իր խորտ քույրիկը որ նորեն բադանի էր ձունգի եկած եւ աղոտ կներ այդ ժամանակ հայրը դեսնելով զայն որ ձունգի եկած էր իր զավակնալ գսպանն է երկուքնալ հետակային սուրբ կտարդան սիրելներ եւ սրբուի Ագնեսը մինչև այսօր կնկատվի բադանի եւ մանուկ աղջիկներուն պաշտպան սրբուհին եւ նաեւ փարույականությամբ դժբախտաբար ձախված ասենք երեխաներ որ գծախվին բորոնգության շնության անարակ կյանքի համար անոնց պաշտպան սրբուհին կնկատվի սրբուհի ռիտալ եղավ սրբուհի Ագնեսը ներողություն սրբուհի Ագնես այո ուրեմն հավասիկ Պիացա Նավոնա այսքան դերեկություն ցեզի արդեն լավ բան է աբրիկ օրհնյալը լաքսիներներ շատ կարևոր է իմանալ որովհետեւ ավելի հաջողով պետք է գնեք հետևիկ եւ այցելեք այս բոլոր վայրերը օրհնյալ եղեք